Դիլիջանի կենտրոնում հայկական ավանդական թոնրի բոց է, ռուսական անունով անյուտան հայկական լավաշ է թխում, հավատարիմ բաղադրատոմսին։ Թոնրի մեջ թխած է անմիջապես փայտով վառովի, էկոլոգիապես մաքուր, անարատ լավաշա։ Ցանկացած գործի մեջ պետք է հոգի դնենք, որպեսզի ամեն ինչ համով լինի։ Դիլիջանի լավաշը հաճելի է եղել նաև եվրոպացի տուրիստների քիմքին։ Նրանք անգամ նկարահանել են պատրաստման պրոցեսը։ Լավաշի միակ բրենդը չէ, որով դիլիջանցիներն ուզում են գրավել տուրիստներին։ Դիլիջանն ու շրջակա տարածքներն ընդգրկված են ազգային պարկում, եւ այստեղ լրջորեն սկսել են մտածել էկոտուրիզմի զարգացման մասին։ Էկոտուրիզմի համար արդեն ունենք նախատեսած 8 երթուղիներ կահավորված եւ անհրաժեշտ պարագաներ, հաշվի առնելով, որ քաղաքը ունի տուրիզմի համար անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, մենք հիմնվելով դրա վրա զարգացնում ենք մեր մոտ էկոտուրիզմը։ Եթե անձրևը խանգարի, ապա քաղաքի գեղեցիկ բնապատկերներով ու ոչ միայն կարելի է հիանալ նորակառույց պատկերասրահում։ Ներկա բնակը հարուստ է, դասականներից մինչև մոդեռն արվեստ։ Բացի այդ եվրոպական կլասիկայից, սկսած ուրեմն Սուրենյանց, Թերլեմեզյան, Արաքելյան, Սարյան, Մինաս Ավետիսյան, Քամալյան, Իսավեկյան։ Պատկերասրահը կառուցվել է համայնքի բյուջեով, նույն աղբյուրից են ֆինանսավորվում նաև տուրիստական կենտրոնի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական աշխատանքները։ Շարժ կա, երևում է, որ աշխատում են, սարքում են։ Հաջորդ սեզոնին արդեն տուրիստներն ավելի բարեկարգ փողոցներով կհասնեն իրենց հյուրընկալողներին։ Ժողովրդի զբաղվածությունը դա սպասարկման ոլորտում է, ցավոք դա ինչ որտեղ կարելի ասել սեզոնային է, հույսով ենք, որ արդեն այս տարի սեզոնը մոտորապես ձգվեց մինչև 7 ամիս եւ հույսով ենք, որ ապագայում ել ավելի կերկար եւ կունենանք 12 ամսյա տուրիստական զբոսաշրջիկների հոսք։ Վերականգնվել է նաեւ սեփական տները վարձով տալու, որը որ բերում է ել ավելի շատ եկամուտ մեր համայնքի բնակիչներին։ Դիլիջանն ապագայում որպես ֆինանսական կենտրոն, սա երկրի ղեկավարության դիրքորոշումն ու ծրագիրն է։ Եվ այսօր արդեն կենտրոնական բանկի շինարարությունը շուրջ 1 տարի է սկսվել է։ Կենտրոնական բանկը 80 բնակարանանոց բազմաբնակարան շենք է կառուցում իր աշխատողների համար եւ շուրջ 200 կոտեջային բնակարաններ, որովհետև կենտրոնական բանկից շուրջ 250 ընտանիք պետք է տեղափոխվի Դիլիջան քաղաք աշխատելու։ Ֆինանսական կենտրոնի կարգավիճակը ճանաչելի կդարձնի Դիլիջանը, իսկ հանգստավայրի մաքուր օդը բարերար կազդի հայ ֆինանսական մտքի առավել արդյունավետության վրա։